Ինչպես արդեն հայտնի է, դերասան Գոռ Հակոբյանը կիսվել էր մտահոգիչ տեսանյութով։ Նա օգնության կոչով դիմել էր հանրությանը։ Տեղադրել էր տեսանյութ, որտեղ պատմել էր իր որդու Ֆելիքսի հիվանդության մասին։ Նշել, որ որդին ունի Յուինգի սարկոմա հազվագյուտ հանդիպող հիվանդություն։ Բլոգեր Քրիստինե Մարգարյանը կիսվել էր Գոռ Հակոբյանի տեսանյութով և կից գրել. «Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված մեծ է։ Ովքեր դեռ չեն տեսել տեսանյութն, առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության»։ Ողջույն բոլորին, ես Գոռ Հակոբյանն եմ։ Ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ և ինչ եմ ես պասիվ ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաև ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում և Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ և ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար ու ես, ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ և անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի է ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել և ստեղծել եմ, հավաց է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բալիկներին պահապան լինի։ Ժողովուրդ ջան, մենք անցանք 33 միլիոն դրամի շեմը, ընդամենը 2 ժամից մի քիչ ավել, անչափ շնորհակալ եմ ձեզ, այսենց ամեն 10 միլիոնը մեկ ստորի եմ անելու ու շնորհակալություն եմ հայտնելու ձեզ։ Բարի ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն տեմպով, նույն ակտիվությամբ շարունակվել է ամբողջ գիշեր ու շարունակվում է մինչ այս պահը, ամեն վայրկյան, ամեն միլի վայրկյան իմ հեռախոսին մուտք է լինում, իմ քարտերին ու հաշվի համարներին մուտք է լինում, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանից փոխանցումների համար մի քիչ հետո ես հավելյալ կտրամադրեմ ձեզ հաշվի համար, որը արդեն վերջնական հաստատված է ու աշխատում է նորմալ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ GoFundMe-ն չի աշխատում այս պահին, որովհետև վերիֆիկացիայի փուլում է և հոլդի վրա է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հոլդից անենք և կարողանան Ամերիկայի մեր հայրենակիցները փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն հավելյալ կտեղեկացնեմ բոլոր ինֆորմացիաները։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը էլի մեծ տեմպով շարունակվում է ու շատ կարևոր ինֆորմացիա եմ բերել Ռուսաստանի մեր հայրենակիցների համար, արդեն բացվեց հաշվի համար, որը ռուբլու համար է հենց նախատեսված ու այդ հաշվի համարին դուք կարող եք ձեր փոխանցումները անել։ Համ ստեղ եք տեսնում, համ այն վիդեոյի տակ է արդեն տեղադրված հաշվի համարը, որը որ ես տեղադրել եմ Instagram, այն գլխավոր վիդեոյի տակ։ Շնորհակալ եմ շատ։ Ժողովուրդ ջան, մի ժամ արդեն լրացավ, որ ես տեղադրել եմ վիդեոն, արդեն մենք 10 միլիոն դրամ փող ունենք հավաքված ու ես չգիտեմ ինչ ասեմ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ, եթե մենք այս տեմպը պահենք, շատ արագ կունենանք մեր թիվը 7 օրում, 5-ից 7 օրում մենք այդ թիվը կունենանք ժողովուրդ ջան, ես շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև այդ
GoFundMe լինքի հետ ասեմ, որ Ամերիկայից լիքը նամակներ ենք ստանում, GoFundMe լինքի հետ կապված hold-ի տակ է ուղղակի, որ բացել ենք, վերիֆիկացիա է ուզել այդ լինքը, վաղը հենց ակտիվանա այդ լինքը, մենք բան կանենք, ես հավելյալ կտեղադրեմ։ Շնորհակալ եմ անչափ բոլորիդ։ Բլոգեր Քրիստինե Մարգարյանն իր ինստագրամյան հարթակում անկեղծ հրապարակում էր արել։ Նա վրդովված է, քանի որ սոցիալական ցանցերում տարածվել է մի տղայի տեսանյութ, ով մեղմ ասած հարգանքով չի խոսում մաքրուհու աշխատանքի մասին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Ուրիշ իրաց աղքյանք մնալու է հավաքարար, որովհետև ոչ լեզու է սովորում, ոչ անում ինչ-որ մի բան հավաքարարի աշխատանքից բացի ուրիշ աշխատանք անել կարողանալու համար։ Ուտան, այնի մենակ կարող է խոսքի պոլը մաքրի։ Հավաքարարության մեջ վատ բան չկա, բայց եթե դու մենակ հավաքարար ես աշխատում քո աղքյանք, այ դրա մեջ վատ բան կա։ Մնա ով չի անում ավելին, որպես հավաքարար է մեռնելու է։ Նախ հավաքարար չի, մաքրուհի է, սկսենք այդտեղից, բարոյապես աշխատանք, գնահատելի է լինում։ Ու քո նմանները, որ այսօր կարող է տենց տղա հալով, սենց չակերտավոր եմ ասում, կարողանում ես կանգնել տենց խոսես, ասեմ, որ հիմնականում կանայք են լինում մաքրուհիներ ու ոչ լավ կյանքից։ Եթե դու այսօր քո կյանքում ստացվել է, որ այսօր գնում ես Դուբայում մի երկու հատ բան ես նկարում կամ ինչ-որ մի բանի հասել ես, դու ուրեմն չի կարելի վիրավորել, որ մաքրուհու հետ կապված դու ուզենաս այդպես բան խոսաս։ Ժամ 9 ժամ, 10 ժամ, 12 ժամ աշխատում են, որ այդ գումարը վաստակեն գնան իրանց տուն, իրանց երեխեքին ուտելու բան առնեն, հասնեն, անաս դու շատ անմակարդակի պես պահեցիր քեզ, որ կպար մաքրուհիներին։ Ես երբևիցե ոչ մեկին չէի անդրադառնա ու շատ բաներ տեսնում եմ, անցնում եմ առաջ, բայց ինչ վերաբերվում է, որ դու կպնում ես մաքրուհիներին, հիմնականում մաքրուհիները նորից եմ կրկնում, լինում են կանայք, շատ վատ վիճակից ելնելով ընտրում են այդ աշխատանքը ու պահում են իրանց ընտանիքը, իրանց երեխեքին։ Ու ինձանից քեզ խորհուրդ, քանի շուտ է, մի հատ ներողություն խնդրի, մաքրուհիների հետ կապված, որ նման արտահայտություն ես արել, կարծում եմ չգիտակցելով ես արել, որովհետև քո ծնողի պես ծնողներ են աշխատում մաքրուհիներ, տարբեր տարիքային սահմաններում, որ աշխատել են ու աշխատում են։ Ասում ես շատ կարողանա պոլ մաքրի։ Դու քո ծնողը ձեր տան պոլերը չի մաքրում, կամ որ դու որտեղ որ ապրում ես, քո պոլերը տենց գալի մաքրում են, երևի ինչ-որ մեկի ծնող գալիս է այդ պոլը մաքրում է, չես ամանչում, ուղղակի սենց նայում եմ, հիասթափություն առաջացավ, էլի, որ մանավանդ տղամարդը, տղեն հեռախոսը վեկալի, մի հատ է հավաքարարությունից խոս։ Նայում ես, ասում ես, էլի, ինչքան սենց մարդիկ կան, որ անկապ առանց գիտակցել խոսում են։ Օրինակ 50-60 տարեկան, դա 60 տարեկան կինը, ինչ գնա անգլերեն սովորի, որտեղ աշխարհի 60 տարեկան կնոջը, որտեղ են ընդունելու աշխատանքի, որ ինքը չընտրի մաքրուհին։ Ասենք խոսում են առանց գիտակցել, որ մարդը բարոյապես աշխատում է, որ իր ընտանիքը, իր երեխեքին պահի, էլի։ Ասենք խոսում են ու չեն հասկանում ինչ։ Մի հատ նենց հետաքրքիր է կոնկրետ էս տղան, ինչի է հասել, ով է ինքը, որ կարողանում է իրանից մեծ խոսա, որ իմանամ, հա, մի հատ եթե կարաք ասեք ճանաչողներ կլինեն, էլի, մի հատ որ ասեք ով է ինքը, ըստ դրա կհասկանանք, էլի, արժի շատ խորանալ թե չէ, որովհետև իրականում շատ սխալ ու շատ վիրավորական մայրերի նկատմամբ խոսակցություն է տարել։